Ամեն ինչ այդքան էլ հեշտ չի, ինչքան դուք պատկերացնում եք։ Տղամարդկանց մեծամասնության մոտ, հատկապես երիտասարդ տարիներում դեռևս չկա էրեկցիայի խնդիրը, բայց կա մեկ ուրիշ կարևոր հարց՝ վաղաժամ սերմնաժայթքումը։ Եվ այն տղամարդիկ, ովքեր ունեն վաղաժամ սերմնաժայթման խնդիր, շատ երկար տարիներ շարունակ չեն ունենում էրեկցիայի խնդիր, ես մոտ շատ լավ ձգվում է անդամ, ուղղակի կարճ է տևում։ Բայց քանի դեռ անդամը շատ լավ ձգվում է եւ երկրորդ հարաբերությունները հեշտությամբ ստացվում, երրորդն էլ զորով շարով հավաքվելով ուժերով վերջին ստացվում է, ապա շատ երկար ժամանակ տղամարդը չի դիմի թուլության խնդրով։ Բայց պետք է հաշվի առնել դիմելիության վերլուծությունը, եթե մենք անենք տղամարդիկ ինչ հարցերով են դիմում, ապա շատ դեպքերում տղամարդիկ դիմում են այսպիսի իրավիճակում, որ բժիշկյան բարեձեսի մոտ թուլության խնդիր կա։ Հետ հայացք պետքա նայել, իսկ ինչպիսին է ակտի տևողությունը։ Ապա եթե մենք ունենք ակտի տևողության խնդիր, պետք է հասկանանք, որ շատ հնարավոր է տվյալ տղամարդու մոտ առաջացած թուլության խնդիրը անմիջական կապ ունենա իր վաղաժամ սերմնաժայթման խնդրի։ Սա լուրջ իրավիճակ է։ Եվ այս հարցի չպարզաբանումը շատ լուրջ բաց թողում է մեր մասնագիտության մեջ, սեքսոլոգիայի մեջ, սա լուրջ բաց թողում է, որովհետև դե տղամարդն ունի վաղաժամ սերմնաժայթքում տարիներ շարունակ, ի սկզբանե սկսել է ունենալ հարաբերություններ եւ դրա պատճառով ժամանակի ընթացքում առաջացել է թուլության խնդիր, վտանգավոր է շատ բռնել եւ կարգավորել իր էրեկցիայի խնդիրը չի կարգավորվի։ Գիտեք ինչի համար չէ, որովհետեւ շատ տղամարդիկ ասում են դե վազեցի վիագրա առախմեցի թանկ ու կրակ, աստծո կրակ գինը, չօգնեց, իհարկե չի օգնի։ Գիտեք ինչի համար չի օգնի, որովհետև թուլության խնդիրն այս պարագայում առաջացած դա կեղծ երկրորդային խնդիր է։ Հետևանք, ոչ թե խնդիր, վաղաժամ սերմնաժայթման խնդիր ունեցող տղամարդու մոտ որպես հետևանք ընթացքում կառաջանա նաև թուլության խնդիրը։ Եվ պետք է լինի զգուշավոր այսպիսի իրավիճակներում եւ ճիշտ անամնեզի հավաքագրում անել, ոնց որտեղից սկսվեց այս պատմությունը։ Միայն ճիշտ հավաքված անամնեզը թույլ կտա գործի ընթացքին տալ ճիշտ ընթացք եւ վերջաբան, ի վերջո, որպեսզի մարդու հարցը լուծված լինի։